Պարոն Դարբինյան, արդեն գրեթե 1 ամսից ավելի է Վանաձորում խոսակցություններ են գնում, որ դուք եւ բանակային կորպուսի հրամանատար Լևոն Երանոսյանը մարզի դատախազին Land Cruiser թանկարժեք մոտ 100-ից 120 հազար դոլարանոց ջիպ մեքենա եք նվիրել։ Ճիշտ ասած թերթում էլ 95-ից 100 հազար էր, հիմա արդեն 120 հազար դառը, ինչքան գիտեմ Land Cruiser-ները այդքան թանկ չեն, նաև պետք է ասեմ, որ ես ոչ մեկին ոչ պատրաստվում եմ մեքենա նվիրել, ոչ էլ որևէ մեկին մեքենա նվիրել եմ, դրանք պարզապես չգիտես ինչ խոսակցություններ են, իմ և դատախազի հարաբերությունները զուտ աշխատանքային են, օրենքով սահմանված կարգով, և մենք որպես պաշտոնյաներ իրար հարգում ընդունում ենք, իսկ անձնական այդ կարգի նվերներ ես որևէ մեկին ոչ նվիրել եմ, ոչ էլ նորից եմ կրկնում, մտքովս անգամ անցնում է, որ նվիրեմ, ճիշտն ասած իմ մտածելակերպի մեջ ձևավորված է, եթե որևէ մարդ, որևէ մարդու, պետական պաշտոնյա կլինի, թե կյանքում ընկերներ իր աշխատավարձից ավել, եթե որևէ մեկին նվեր է տալիս, դա ուրեմն կաշառք է, որովհետև նվերը զուտ սիմվոլիկ է լինում այս կամ այն առիթե հիշարժան դարձնելու համար, ասենք իմ ընկերների ծննդյան օրերին ես նկարներ եմ նվիրում 50-60 հազար դրամի կարգի կամ սյուվինիրներ։ Իսկ պարոն Դարբինյան, դուք ունեք հնարավորություններ այդ չափի նվեր գնելու ցանկության դեպքում, ասենք 90-ից 100 հազար դոլարանոց արժողությամբ նվերներ։ Ես ասեցի, դա իմ հայացքներին դեմ է, և ես ոչ մեկի համար նման նվերներ չեմ գնում և չեմ էլ պատրաստվում այդ մասին, չեմ էլ մտածում, թե կարելի է 100 հազար դոլարանոց նվեր ինչ-որ մեկի համար, ես պարզ ասում եմ, դա արդեն կաշառքի հավասար է և դա նվեր չեմ համարում։ Պարոն Դարբինյան, դուք 4 անգամ վերընտրվել եք Վանաձորի քաղաքապետ, ձեր ծննդյան օրերին, ձեզ նվերներ, ձեր ընկերները, ասենք դուք ասեցիք, որ 50 հազար, 60 հազար դրամ արժողությամբ նվերներ եք նվիրում, իսկ ձեզ եթե նվերներ նվիրել են ձեր ընկերները, ինչ, ճիշտ է, սովորաբար ասում են նվերի գինը չեն հաշվում, մոտավորապես դուք եթե նվերներ են… Ճիշտ ասած, ես երբ որ քաղաքապետ եմ ընտրվել, այ տեղակալին կարող եք հարցնել, ես բոլորին հրապարակավ ասել եմ, որ եթե որևէ մեկը իր աշխատավարձից բարձր նվեր է գնում իր ղեկավարի կամ իր կողքի մարդու համար, ես դա կաշառք եմ համարում և դրա տակ տեսնում, որ ինքն էլ ինձնից ուրեմն ինչ-որ մի պահանջ ունի։ Պարոն Դարբինյան, մամուլում եղած այդ հրապարակումների հետ կապված, ասենք նորանշանակ մարզպետը զրուցել է ձեզ հետ։ Ճիշտն ասած, իրեն խնդիր չի ունեցել իմ հետ խոսելու, որովհետև մենք ընկերներ ենք, մենք ոչ ոք թող չմոռանա, որ Արթուր Նալբանդյանը եղել է Ալլավերդու քաղաքապետը, իսկ ես Վանաձորի քաղաքապետ, և ասենք այդ տարիների ընթացքում մենք իրար շատ լավ գիտենք և նա հստակ համոզված է, որ երբեք հնարավոր չէ, որ ես ինչ-որ մեկին նման կարգի նվերներ տամ։ Իսկ պարոն Դարբինյան, նորանշանակ մարզպետին նվեր տվել եք։ Ոչ։ Իսկ դատախազին։ Ոչ։ Ոստիկանության պետին։ Ոչ։ Այսինքն դուք միայն նվերներ տալիս եք ձեր ընկերներին։ Այո։ Իսկ իրենք ձեր ընկերները չեն։ Իրենք էլ իմ աշխատանքային ընկերներ են, և մենք զանգով իրար շնորհավորում ենք, կամ ասենք ծննդյան օրերին, օրինակ, կոնկրետ ոստիկանապետը չի սիրում ընդհանրապես ծննդյան օրը որևէ բան կազմակերպել։ Մարզի ոստիկանության պետը Անուբա Խամբարյանը։ Այո, նա մի քիչ ուրիշ կարգի մարդ է և շատ, այսպես ասած, խիստ է մոտենում նմանատիպ հարցերին, իսկ ասենք դատախազին ազգային անվտանգության պետին մենք զանգով շնորհավորում ենք միմյանց, ընդամենը դա է, այդ կարգն է ընդունված մեր մոտ, նաև ակնկալիքներ էլ չունենք իրար նվերներ տալու կամ ստանալու իրար։ Պարոն Դարբինյան, առաջիկա
քաղաքապետի ընտրություններին արդեն մոտենում է, հաշված կարելի ասել տարի է մնացել։ Ձեր տեխնացությունը դուք դնելու եք։ Անպայման։ Ես դեռ գործեր ունեմ կիսատես քաղաքի համար, նաև ես ուզում եմ, որ ասենք երիտասարդ կադրեր աճեցնենք, որը ես չեմ ուզի, որ ինձ շարունակող քաղաքապետը 50-55-50 մարդ լինի։ Պարոն Տարպինյան, 27 տարեկան հասակում դուք եղել եք Սպիտակում շինվարչության պետ։ Վանաձորում, եթե պետական տենդերներ է լինում մրցույթներ, միշտ շահում է ձեր եղբայրը։ Դա համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Ուրեմն պետական տենդերներ իմ եղբայրը շահում է, բայց ոչ բոլորը, որովհետև նա մարզի ամենալավ շինարարական ձեռնարկությունն ունի, ամենահզոր տեխնիկան ունի եւ բնականաբար, ասենք, իրեն հզորության շահերը համընկնում են տվյալ տենդերների, ասենք, օրենքների հետ, կարգի հետ։ Ես ծնված օրվանից շինարար եմ, շինարարի ընտանիքում եմ ծնվել, իմ քեռիները, իմ հայրը, իմ հոր եղբայրը բոլորն էլ շինարարներ են։ Պարոն Տարպինյան, իսկ նյութը հրապարակելուց հետո դուք հանդիպել եք կամ զրուցել եք Լևոն Երանոսյանի եւ դատախազի հետ։ Բախտ չի վիճակվել, որովհետև Լևոն Երանոսյանը, ասենք, անընդհատ դիրքերում է լինում, վաղը մենք հանդիպելու ենք Երանոսյանի հետ։ Կարծում եմ հանդիպման ժամանակ գոնե մի քանի րոպեով կարծացվի նաեւ ջիպի պատմությունը։ Ճիշտն ասած, ես խիստ վիրավորված եմ։ Գիտեք ինչ, գոնե ասածի մեջ պետք է մի տոկոս ճշմարտություն լինի, եթե այդ մարդու ծննդյան օրը գոնե ես նրան գրիչ նվիրացնեի, կամ ասենք ջտարով ինչ-որ բան, ասենք մի սառը ջերմուկ Կամ ջրաչափ, կասեի դե ջերը շփոթել են, ջիպ են նայել, բայց ասենք շատ վիրավորական է, որ մարդուն ծննդյան օրը գոնե մի սառը ջերմուկ չի նվիրվել եւ ասենք այստեղ լուն ուխտ դառնալու պատմությունն էլ չի, էլի, չգիտես, սա զերոյից չի կարելի, զրոն չի կարելի, էլի, այդքան մեծացնել։ Պարոն Տարպինյան, ժամանակին, երբ որ հայաստանյան պետական պաշտոնյաների եւ ինչու՞ չէ նաեւ անդիմադիր լիդերների վերաբերյալ մամուլում հրապարակումներ են լինում, բոլորը ասում են դա բուլվարային խոսակցություններ է, պատիտակի ասեկոսներ, պատիտակի խոսակցություններ, բայց վերջերս հայտնի WikiLeaks-ը բազմաթիվ հրապարակումներ հրապարակվեցին WikiLeaks-ի աղբյուրներից, որտեղ մեր պետական պաշտոնյաները չասենք կասկածվում, չասենք մեղադրում։ Մի խոսքով WikiLeaks-ում նրանց անձնական եւ հանդիպումային խոսակցություններ եղան։ Մտավախություն չունեք, որ ասենք այս ջիպի պատմությունը հանկարծ WikiLeaks-ում լինի։ Եվ մտավախություն չունեք, որ WikiLeaks-ում լինի նաեւ ձեզ վերաբերող։ Գիտեք ինչ, երբ որ մարդու մասին ճշմարտությունն են գրում, ճշմարտությունը ինչքան էլ որ լինում է դառը, միևնույնն է, նրան կուլ է ստալի, որովհետև դրա մեջ ճշմարտության ինչ որ միջակ կա, բայց վերջին 5 տարիների ընթացքում, այ օրինակ ասում են, Սամվել Դարփինյանի աշխատակազմում իր բարեկամները եւ իր ընկերներն են։ Ընտրությունները ես իմ թիմով եմ անցկացրել։ Այս թիմով ես կարողանում եմ ամենավոչ կոռուպացված կազմակերպությունն ստեղծել, թող որևէ մեկը ասի, որ Դարփինյան Սամվելին կամ նրա աշխատակիցներից որևէ մեկին կարողացել են կաշառել։ Բայց վիրավորվում եմ, երբ իմ անձի շուրջ խոսում են այնպիսի բաներ, որը իրականում չկա։ Ուրեմն ինտերվյու տվեցի իրենց, այնինչ կա, ինչը ոնց որ եղել է, եւ նրանք իրանց հարմարեցրած տեսքով սրանք հրապարակեցին։ Եվ գիտեք ինչ է, ասում են էս, ասում են այն, ով է ասում։ Եթե ասում են, ուրեմն թող ասեն ով է ասում։ Պարոն Տարփինյան, այնուամենայնիվ դուք չպատասխանեցիք։ Մտավախություն չունեք, որ հնարավոր է WikiLeaks-ի այդ հայտնի հարուստ թղթապանակում նաեւ ձեր անձի վերաբերյալ նյութեր լինեն եւ դուք հավատում եք WikiLeaks-ի։ Ուրեմն ես ձեզ ասեմ, ես աղքատ մարդ չեմ, ես եկել եմ բիզնեսից, ես շատ հզոր շինարարական եւ ճանապարհաշինական ձեռնարկություններ ունեմ եւ եթե ասենք ես օլիգարխ չեմ, բայց այնուամենայնիվ աղքատ էլ չեմ։
Եթե ասեն, որ Դարփինյան Սամվելը Վանաձոր քաղաքում էս ասենք ռեստորան ունի, հյուրանոց ունի, դա իրականությունն է եւ ես դրանից չեմ կարող փախչել, որովհետեւ դա օրենքով, ասենք, ես ձեռք եմ բերել, բայց եթե իմ անձը կապում են ինչ որ մարդկանց սպանության, ինչ որ անտառի, կեղտաջրերի, թող գոնե մի մարդ ասի, որ ես անտառից անօրինական գոնե մի ծառ ձեռք եմ բերել։ Խիստ զարմանում եմ, թե ով է ասում, որ 200 ծառը մի ջիպ արժե։ Իսկ պարոն Դարփինյան, եթե դատախազը ձեզ ջիպ նվիրի, դուք կընդունեք։ Իհարկե ոչ։ Եվ վերջին հարցը, դուք հավատում եք Wikileaks-յան բացահայտումներին։ Ճիշտ ասած, այն ինչ չգիտեմ, ես նրան չեմ հավատում։ Չնայած հիմա ասում են եվրոպական ստիլով են ծնունդներ նշում, նվերներ չեն տալի, ծրարով գումար։ Ես նորից եմ կրկնում, եթե մարդը ծնունդ չի անում, ինչ ասենք, ինչ ծրար, ինչ գումար։